մենք իրականացնում ենք Ղարաբաղից փախստական մեր հայրենակիցների բնակարանային ապահովման խնդիրը, ընդ որում մեր հանձնառությունը 7000 շուրջ 7000 ընտանիք արդեն իսկ ստացել է բնակարանի ձեռքբերման հավաստագիր, մեր ծրագրում մենք ֆիքսել ենք 10000 թիվ, բայց դա մոտավոր հաշվարկներ են, այսինքն այդ վավերապայմաններին համապատասխանող բոլոր շահառուները, հիմա մենք 10000 ենք մեր հաշվարկը 10000-ն է, որ 10000-ը կդիմի, կարող է դիմի 12000, 11, կապ չունի, ինչքան դիմեն, դա մեր կանխատեսումն է ընդամենը, կարող է պակաս լինի, կարող է ավելի լինի, դա մեր հանձնառությունն է, ուզում եմ հիշեցնել, որ մեր պլանն է այդ ծրագրով 800 միլիարդ դրամ ֆինանսավորում Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների բնակարանային ապահովման ծրագիր իրացնելու համար գումարած մենք իրականացնում ենք սահմանամերձ, այսինքն արդեն հիմա ոչ միայն սահմանամերձ բնակավայրերում 16 միլիոնի ծրագիրը, որը այդտեղ էլ սոցիալական կոմպոնենտը ուժեղացնում ենք մենք, նաև սոցիալ կրթական կոմպոնենտ, այնպես որ մենք բնակարանային ծրագրեր անում ենք, առաջիկայում մենք կընդունենք ուսուցչի կարգավիճակի մասին օրենքը, որտեղ բնակարանային ապահովման որոշակի ծրագրեր կիրականացնենք, Պաշտպանության նախարարությունում մենք բնակարանային ապահովման ծրագրեր ենք իրականացնում, այս տարի առաջին անգամ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի շրջանավարտները ստացան բնակարանի ձեռքբերման հավաստագիր, այսինքն իրենք ծառայությունը ստանձնելու պահին արդեն կարող են բնակարան ձեռք բերել, ինչքան արժեքը, պարոն Պապիկ։ Վարչապետ, ներկա շուկայական գներով արժեքը կազմել է շուրջ 42 միլիոն դրամ։ Մի բնակարան։ Դա նորմալ իրատեսական թիվ է եւ մարդիկ հանրապետության տարածքում կարող են ձեռք բերել եւ նաեւ կարող են ինչ որ գումարել նորոգման եւ այլն ծախսերի համար 5 միլիոնի շրջանակում օգտագործել։ Ես նկատի ունեմ, մենք բնակարանային մի շարք ուղղություններով ծրագրեր իրականացնում ենք եւ դեռ արժևում էլ լինելու են նոր ծրագրեր։